Պարոն Ավինյան, երեկ երեկոյան երեխաներս Լեոպոլդի մուլտիկն էին նայում, խորհուրդ կտամ դուք էլ նայեք անկեղծ։ Այսօր ես եկել էի նիստերի դահլիճում, վերջում կասեմ ինչի համար եմ խորհուրդ տալիս, որոշեցի, որ տարին ամփոփում ենք, կոստյումով գամ, վերջապես ասի կարող փողկապել կապեմ, կարող այս մարդիկ վերջ-վերջո խելքը գլուխն են հավաքեն նորմալ ամեն ինչը լինի բան, բայց այսօրվա այս պատկերի մեղավորը դուք եք։ Քանի անգամ եմ ասել, որ եթե ինչ-որ մի հատ sense իրավիճակ է ստեղծում, այդ իրավիճակի ստեղծողը իշխանությունն է։ Եվ այսօր հերիք չի ստեղծողը դուք եք այդ իրավիճակի, այդ բոցը գցողնել եք դուք էլի։ Շատ լավ գիտակցելով էլի, որ դիմացը մարդիկ են, որ մեկը ասեք 15-ը հետ եք ստանալու։ Մի արեք այդպես բաներ։ Պարոն Խաչատրյան, այս տեմպերով որ շարունակեք, ձեզ աղջիկ չեն տա։ Երկու խոսում եք մանկապարտեզից, Իմիջիալից երեք չառաջորը Կիլիկիայի մանկապարտեզի բացմանն էի։ Պրոստը ձեզ չտեսա, այդ ինչ ֆենոմենալ լուսավոր փողոցով թույն մանկապարտեզ էր։ Կիլիկիայի մանկապարտեզը, որ պարոն Ավինյանը երեխեքին հավաքի ուռա էր գոռում, նկարվում էր այդ մանկապարտեզի։ Երբ որ խոսում եք մանկապարտեզից, բյուջեի ժամանակ բմբուլները քամբուն են տալու այդ մանկապարտեզների հետ կապված հարցին։ Տարիներով թվերով, որ տարին ինչ եք խոսում չեք արել։ Երբ որ խոսում եք փողոցը արդիականացված է, ախպերական, կարող է դուք ուրիշ երկրից եք, այդ եմ ուզում հասկանամ, էլի, լուրջ եք խոսում դուք։ Մի հատ իրիկուն է հելեք միտեղ ֆռացեք, բայց նարկոմանիա ծաղկում ես երկրում, որովհետև փողոցները մութ, քոր, մարդ գնում է, որտեղ տենում ես մեկ ինչ-որ մեկը մի բան է տանում թաղում ու պահում։ Այդ լուրջ եք դուք խոսում։ Ուրեմն շարունակեմ, այդ որ տառապում եք թե Մեսրոպը ոնց է լինելու պատգամավոր, ինչ է լինելու։ Իգիտություն ձեզ Մեսրոպի համար միշտ պատգամավոր դառնալը հասանելի է եղել, կլիներ 17 թվականին, 21, թե վաղը օրինակի համար, բայց դա պետք է լինի ժողովրդի պահանջը։ Ես ինքնանպատակ դրա խնդիրը չունեմ։ Առավել ևս այդ խնդիրը չունեմ, որ գնամ կայանամ, որ պատգամավոր դառնամ։ 100 անգամ ասեմ, 101 անգամ էլ ասեմ։ Ձեր ասած բոլոր մարդկանց հետ ունեմ հարաբերություններ շատ ջերմ։ Ցավում եմ, բայց ձեր ղեկավարի հետ եմ ունեցել հարաբերություն, որը ինձ քոչից կտրել եմ։ Հասկացաք ինձ։ Ու երբևիցե ի տարբերություն ձեզ ես չեմ խուսափեի հարաբերություններից։ Լավ էլի ամոթ է, տես բաներ մի խոսած։ Քանի անգամ ասեմ, իմ անձ այդ բանն եք ասել, հա ասում եք հակերա, հա իմիջիալուց են 105 մանկապարտեզի բացմանը երբ եք ընձի կանչել։ Հե՞։ Երբ։ Չի կարելի էլի ժողովուրդ։ Պարոն Ավինյան, հետ վերադառնամ Լեոպոլդի մուլտիկին, էլի այդ մուլտիկի մեջ ասում եմ, «Ребята, давайте жить дружно», էլի։ Հիմա ուզում հասկանամ ձեզ, էլի դուք օրինակի համար որ գալիս եք, էլի փոխանակ ստեղծեք պայմաններ, որ հարթ, նորմալ, եկել եմ առաջի ելույթը, քաղաքական ելույթ եմ, մի հատ խնդրում եմ, էլի կճուանին զանգեք, թող գա իր այդ խմբի ժողովրդին հանգստացնի, էլի։ Բենտլիով։ Ես խոսում եմ քաղաքական ելույթ եմ ունենում, դուք տեղից այն բաներ, այդ թեմային էլ եմ անդրադառնալու, քաղաքապետարանի աշխատողները, որ աշխատանքային ժամին զվռնում են ստեղ ընդեղ։ Այդ թեմային հաջորդ անգամ եմ անդրադառնալու։ Իմ ասածը էդ էր, էլի, մի ստեղծեք մի իրավիճակ, որ մարդու զզվանքը գա, որ քաղաքացին նայի ու նողքան կապրի։ Չի կարելի ժողովուրդ։ Ուղղակի չի կարելի։ Իսկ Միքայել ջան, իմ հետ խոսալուց խնդրում եմ, էլի, մի քիչ ամեն ինչը ասես բռնի, էլի չափը։ Քաշայինը բռնի, էլի խնդրում եմ։ Շնորհակալություն։ Արամ Թորոսյան։ Ժորժ ջան, քանի որ բոլորս հանրային գործիչներ ենք, մի քիչ շատ, մի քիչ քիչ, պետք է նկատի ունենանք, որ մեր ամբողջ խոսույթը նայում են մարդիկ